Facebook-յան մի օգտատեր էր դիպուկ նկատել, միայն հայերն են, որ արտագաղթում են խաղաղության ժամանակ և վերադառնում, երբ պատերազմ է։ Գուցե այդպես է, վերջին մեկ շաբաթը ցույց տվեց, որ ամբողջ Արցախը մի մեծ ճակատ է և ամբողջ Հայաստանն ու Սփյուռքը մի մեծ թիկունք։ Կամավորականության աննախադեպ ալիքը մեծ հորձանքով լցվեց մարտնչող Ղարաբաղ։ Յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, փորձեց օգնել, ինչով կարող էր։ Իհարկե, ամենահուզիչը նախկին ազատամարտիկներն էին, որ իրենց կռիվը տվել էին, հիմա եկել էին օգնելու իրենց որդիներին։ Ամենամիստիկ տեսարանն էր, հայրերն ու որդիները, ամեն մեկը իր պատերազմով։ Նորօրյա կամավորական շարժման թեման շարունակում է Տիգրան Զարյանը։ Եկել ենք մեր բալեկի, մեր քյորպեկի կողքն ենք։ Ազատամարտիկը զոհվեց այս զրույցից 2 օր անց։ Սարգիսը մեկն էր այն հազարավորներից, ովքեր առաջնագից մեկնեցին չսպասելով զորակոչի։ Բաքվի ագրեսիայի հաջորդ իսկ օրը Պաշտպանության նախարարության ու Պաշտպանության բանակի հեռախոսները չէին լռում։ Մեկնել ցանկանում էին եւ փորձառուները, եւ երիտասարդները, նույնիսկ կանայք ու աղջիկները։ Ես պատրաստ եմ սահման մեկնել, գուցե թույլ չտան հասնել առաջնագից, բայց ես պատրաստ եմ։ Մարդիկ տեսնում չեք, հազար են կենան մեր հայրենիքը պաշտպանում։ Ինչ որ պետք է մենք պատրաստ ենք։ Մենք այլևս նահանջելու իրավունք չունենք։ Եթե պետք կլինի գնալու ենք։ Հայրենի հողից պաշտպանելու համար։ Առանց որևէ ակնկալիքի։ Սաղ պատրաստ։ Ճուշացավ նաև ազգային ժողովի արձագանքը։ Հարգել մեր հերոսների հիշատակը։ Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող կուսակցություններն ու քաղաքական գործիչները, որոնք հաճախ վիճում են ու քննադատում միմյանց, մի կողմ դնելով բոլոր հայացքները, համախմբվեցին մեկ խնդրի շուրջ՝ անել ամեն ինչ ու հնարավորը սահմանապահ զինվորի, Արցախի ու հայության կողքին լինելու համար։ Մենք պետք է կարողանանք այս դժվարությունից դուրս գալ եւ մնալ քույր եւ եղբայրներ։ Հայ առաքելական եկեղեցին Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծիտան Կիրիկիո Արամ առաջին կաթողիկոսը եւ Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Martirosyan-ը, բոլոր հոգեվոր հայրերն ու եկեղեցու սպասավորները բանակի օղքին էին։ Նրանց մի մասը զենքը ձեռքին կանգնած էր խրամատներում, զինվորի ու ժողովրդի կողքին։ Ինքնակամ ճակատ մեկնողների ջոկատներն ավելանում էին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, Երևանյան հիվանդանոցներում էլ ավելանում էին արյուն տվողների խմբերը, թեև հանրապետությունն ապահովված էր արյան անհրաժեշտ պաշարով։ Ես sense եմ փորձում օգնել։ Ամեն գնով փորձում եմ լինել հայ զինվորի կողքին։ Մեր տղաները այնտեղ կռվում են, այսօր էլ իրենց պետք է։ Միևնույն ոգով ու միասնական, բայց արդեն վիրտուալ տիրույթում հայ կիբերմարտիկներն անցան իրենց գործի։ Ընդամենը մի քանի ժամ ու կոտրված էին Ադրբեջանի կարևոր ռազմական ու քաղաքական նշանակության կայքերը։ Սա վիրտուալ տիրույթի միակ ճակատը չէր, երկրորդում պայքար էր մղվում ադրբեջանական ապատեղեկատվության դեմ։ Համացանցում, քարոզչական կայքերում ու սոցցանցերում պետք էր չզոքացնել Բաքվի լայնածավալ հարձակումը։ Հակառակորդը հերքում էր իր հսկայական կորուստները, հայկական կողմը փաստերով ու ապացույցներով ներկայացնում էր իրականությունը։ Խնդիր ունեն զոհերը ինչ որ ձևով պահելու իրենց մոտ։ Հայաստանյան ձեռնարկություններն ու հասարակական կազմակերպությունները, ուսանողներն ու աշակերտները սկսեցին օգնություն ուղարկել Արցախ։ Սնունդ, հագուստ, գումար, բինտ ու գուլպա օգնում էին, ինչով կարողանում էին։ Ես եմ Արցախը։ Մենք ենք Արցախը։ Մենք ենք Արցախը։ Արցախը ես եմ։ Համազգային մեկ այլ ճակատ էլ բացել էր սփյուռքահայությունը Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Ավստրալիայում եւ գրեթե ամենուր, որտեղ կա հայկական համայնք, բոլորն էլ դուրս եկան փողոցներ։ Պահանջը մեկն էր՝ կանգնեցնել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։ Հայաստանում էլ արտաքին գործերի նախարարության դիմաց հազարավոր երիտասարդներ Մինսկի խմբի համանախագահներից պահանջում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղը, քննադատություն դարձնել հասցեական ու Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։
8 օր առաջ համայն հայությունը առանց ավելորդ ռոմանտիզմի, առաջ շարժվելով գենետիկ միասնության եւ ազգային կենսագրության կանչով, կանգնեց կողք կողքի ու ձեռք ձեռքի տված։ Մեծ հաշվով սա չհայտարարված մոբիլիզացիա էր, որտեղ խոսքերն ու հայտարարությունները տեղ չունեին, երբ թշնամին ներխուժում է մեր տուն ու կրակում մեզ վրա, մենք միասին ենք ու մեկ բռունցք եւ պատրաստ անգամ անզեն ձեռքերով ու կյանքով վճարել ապրելու համար։ Տիգրան Զարեյան, Վանաձեն։